Մենք հիմա ուղիղ եթերում ենք, Արեգակ, քանի որ մեր ձևով շարժմանն են միանում նաև արցախցիներ եւ երեք հանրահավաքին կային բազմաթիվ արցախցիներ եւ այսօր այստեղ կխնդրեի որպես Արցախի ներկայացուցիչ, խոսեիք Արցախից բռնի տեղահանվածների պետական աջակցության մասին, խոսքը բնակարանային ապահովագրման պետական աջակցության մասին է, օրերս Armenia Today-ին նախարարությունից տեղեկացրել էին, որ 1044 ընտանիք հավաստագիր է ստացել, որից 969-ը Հայաստանի տարբեր մարզերում բնակարան է ձեռք բերել, իսկ 10-ը առանձնատուն է կառուցում։ Կխնդրեի գնահատեիք պետական աջակցությունը։ Տեսեք, ես որպես պարզ արցախցի, ում ընտանիքը նույնպես բռնագաղթել է Արցախից, կարող եմ միանշանակ պնդել, որ այդ ծրագիրը լիովին տապալված է եւ այդ թվերը, որ դուք հենց նոր բարձրաձայնել եք, գալիս են ապացուցելու դա, որ 100,000-ից ավել բռնի տեղահանվածներից ընդամենը շուրջ 1000-ն է, որ կարողացել է բնակարան ձեռք բերել այդ ծրագրի շրջանակներում, դա խոսում է տոտալ ձախողման մասին, մենք արցախցիներս բազմիցս ենք խոսում այդ ծրագրի թերին լինելու վերաբերյալ, արցախյան կողմը բազմիցս հանդես էր եկել տարբեր առաջարկություններով, անգամ վերջերս, վերջին շրջանում, որ տեղի ունենում արցախցիների հավաքներ, նրանք հանդես էին գալիս տարբեր առաջարկություններով, ինչպես անել, որ եւ պետության համար ծանր վերջ չլինի, եւ արցախցիները կարողանան լիարժեք օգտվել այդ ծրագրից, բայց այդ բոլոր հանդիպումները տեղի ունենում պարզապես այսպես հանդիպման համար ձևաչափով, որևէ առաջարկ լուրջ փոփոխություններ չէր մտցնում, ինչ որ շատ այսպես թեթև փոփոխությունների էր ենթարկվել այդ հանդիպումներից հետո, այնպես որ այդ ձեր բարձրաձայնած թվերը խոսում է միայն այդ ծրագրի լիակատար ձախողման մասին։ Նախարարությունից նաև ասացին, որ այդ գործընթացը տեղի ունենում հաշված րոպեների ընթացքում հավաստագիր ստանալը։ Արդյոք դա այդպես է։ Տեխնիկապես եթե վերցնենք, այո, այդ հավաստագիր տալը կարող է, ասենք, միած ստորագրում են ու վերցնում են, բայց այդ հավաստագիրը ձեռք բերելու համար պետք է մի շարք ինստանցիաներով մարդիկ անցնեն, բազմաթիվ թղթեր հարմարեցնեն, որպեսզի կարողանան ձեռք բերել, բայց անգամ այստեղ հարցը դա չէ, այլ այն սահմանափակումները, ովքեր կարող են օգտվել այդ ծրագրից, սկսած այն նախապայմաններից քաղաքացիություն ձեռք բերելու նախապայմանը դնելով, միայն քաղաքացիություն ձեռք բերելը կարող է տևել մինչև 2 ամիս։ Եթե պարզ օրինակ բերենք, բացի այդ կապ ունի նաև, թե իրենց անունով գույք կա Հայաստանում, թե ոչ, երրորդը, արդյոք իրենց բանկային պատմությունը ինչպիսին է, այսինքն այսպիսի այնքան նախապայմաններ են դրվում, որ մարդիկ պարզապես կամ ի վիճակի չեն լինում դիմել, կամ էլ որ դիմում են, կարող սերտիֆիկատը ստանան, բայց չկարողանան բնակարան ձեռք բերել, այսպիսի վիճակ կարող է։ Այսինքն ձեր նշած կետերից հետո հնարավոր է, որ սերտիֆիկատը այդ հավաստագիրը չստանան։ Այո, կարող է չստանան, որովհետև ասում եմ, այնտեղ կան բազմաթիվ խութեր այդ ծրագրի հետ կապված ենթատեքստերով, անգամ պարզ օրինակ, եթե ընտանիքում կա զինծառայող, կան առանձին ամբողջովին առանձին ծրագիր է գործում զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու հետ կապված։ Պետության կողմից առաջ քաշած բանում ծրագրում գրված էր, որ արցախցիներին բնակարանային ծրագիրը կարող է համատեղելի լինել այլ ծրագրերի հետ եւ կոնկրետ չի նշում, թե որ ծրագրի հետ այն կարող է համատեղելի լինել։ Եվ շատ բանկեր արդեն հրաժարվում են այդ երկու ծրագրերը իրար հետ համատեղել։ Օրինակ, այսինքն այսպիսի այնքան խութեր են, այնքան ենթատեքստերով են այս բաները, ամբողջ ծրագրերը, որ մարդիկ պարզապես ի վիճակի չեն լինում դիմել։ Ես եմ շնորհակալ։